Ինչու նախապես ծրագրված լոլիկի արտադրություն կազմակերպելու փոխարեն Գողթում Էկոտոմատո ընկերությունը որոշեց շահագործման հանձնել նախ ծաղիկների ջերմոցային տնտեսությունը։ Պատասխանը հոլանդական գույնզգույն վարդերի Բուրաստանն է։ Գործունեությունից առաջ հայաստանյան այս տարածաշրջանի բնակլիմայական պայմաններն ուսումնասիրել է այս ոլորտում աշխարհում հայտնի առաջատար հոլանդացի մասնագետը եւ հայ ներդրողին առաջարկել սկսել վարդերից։ Հիմնականում որակն է։ Ծողունի հաստությունը, գլխիկների մեծությունը, թփերի առողջությունը։ Հանրապետության նախագահին են ներկայացվում ընկերության վերջին ընդամենը մի քանի տարիների ընթացքում գրանցած հաջողությունները։ 2011-ին հիմնված 2 հեկտար ջերմոցային տնտեսությունն այժմ ընդլայնվել է։ 8 հեկտար մակերեսով այս համալիրի կառուցման համար ներդրվել է մոտ 7.5 միլիարդ դրամ։ Ոչ միայն այս տարածաշրջանի, այլև ամբողջ Հայաստանի համար ջերմոցային համալիրի շահագործումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն։ Ընկերությունն ապահովել է 120 աշխատատեղ։ 5 գյուղից էլ գալիս են, Եղարդ գյուղից մինչև Ողջաբերդ համայնք, այստեղ աշխատողներ ունենք։ Ծաղկի շուկայի ուսումնասիրությունը պարզել է, որ նոր շուկաներ մտնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ծավալների աճ, այլև ընդլայնված տեսականի։ Ջերմոցում աճեցվում են հոլանդական 24 տեսակի վարդեր։ Ծաղիկների գրեթե 80%-ն արտահանվում է, հիմնականում Ռուսաստան, Բելարուս, Վրաստան։ Ընկերությունն այս տարի կանխատեսում է տարեկան արտադրական ծավալները հասցնել մինչև 13 միլիոն ծաղկի։ Ընկերությունում նշում են, որ ներդրումային այս ծրագիրը պետություն մասնավոր հատված արդյունավետ գործակցության օրինակ է։ Նախագահի ուշադրության արդյունքում մենք ունեցանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ավելացված արժեքի արկի հետաձգում ներկրված ապրանքների նկատմամբ 3 անգամ, որը մեզ թույլ տվեց հավելյալ գումարներ ունենալ եւ օգտագործել այդ գումարները նոր տեխնոլոգիական պրոցեսները ապահովող սարքավորումների ներկրման համար։ Վարդերն աճեցվում են գերժամանակակից սարքերով զինված ջերմոցում նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Մարդկային գործոնը գրեթե զրոյացված է։ Այստեղ կիրառվող տեխնոլոգիական առաջընթացին են հետևում նաև հայաստանյան մյուս արտադրողները։ Համակարգչային ծրագիրը թույլ է տալիս կառավարել ջերմոցի յուրաքանչյուր ծաղիկը։ Արևի ինչ քանակության դեպքում ինչքան լիտր, ինչքան գրամ ջուր ես մատակարարում ծաղիկները։ Որպեսզի երկգույն բարձր որակի ծաղիկներն առողջ լինեն, ընկերության գյուղատնտեսներն ուշիուշով հետևում են, որ վնասատուները ջերմոց չներխուժեն։ Քիմիկատներից զերծ մնալու համար վնասատուների դեմ պայքարում են արտասահմանից ներկրվող օգտակար միջատներով։ Աննա Կարենինայից մինչև Ֆիեստա գյուղատնտես Դիանան թվարկում է յուրաքանչյուր տեսակի անվանումը, նշում դրանց առանձնահատկությունները։ Ջերմատան պայմաններում նրանց համար կա հատուկ լուսավորվածություն, հատուկ խոնավություն, ջերմաստիճան, արևի էներգիա, ինչի շնորհիվ նրանք շատ լավ աճում են։ Կոտայքի մարզ աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնակցեց նաև Արմյանսկի վրաժայի ընկերության ջերմոցային նոր տնտեսության բացման արարողությանը։ Մոտ 10 միլիարդ դրամի ներդրումային ծավալով ֆրանսիական հայտնի ընկերության նորագույն տեխնոլոգիաներով կառուցվել է ավելի քան 10 հեկտար ջերմոցային համալիր։ Շատ ուրախ եմ Հայաստանում մասնակցելու ջերմոցային համալիրի բացմանը։ Ողջունում եմ հայ-ֆրանսիական ընկերությունների համագործակցության համար։ Ֆրանսիական բարձրակարգ տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի արտադրել բարձրորակ բանջարեղեն, նաև արտահանել եւ սպառել ներքին շուկայում։ Նորաբաց ընկերության պատասխանատուները հանրապետության նախագահին են ներկայացնում արտադրական գործընթացը, ներդրումային ու զարգացման ծրագրերը։ Համալիրն այս պահին նախատեսված է բանջարբոստանային մշակաբույսերի աճեցման համար։ Արտադրանքի մոտ 90%-ն արտահանվում է։ Երկու տեսակի վարունգի արտասահմանյան շուկան հիմնականում Ռուսաստանն ու Վրաստանն են։ Ուղղորդված է միայն արտահանման վրա, որովհետև Հայաստանի Հանրապետությունում արդեն սկսվել է հողի վարունգի արտադրությունը եւ որpիսի մենք եւ մրցակից չենք իրենց հետ, որովհետև մեր մոտ վարունգը բոլոր դեպքերում բավականին ինքնարժեքը բարձր է ստացվում։ Առաջիկայում ջերմոցային տնտեսությունը կընդլայնվի եւս 20 հեկտարով։ Ընկերությունը վարունգի երկու տեսակների սածիլով ապահովում է ոչ միայն ներքին շուկան, պահանջարկը մեծ է հատկապես Վրաստանից։ Ջերմատանը վարունգն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, այսինքն իրականացվում է առանց հողի։ Բարձր տեխնոլոգիաներով գործող ջերմոցային տնտեսությունը տարածաշրջանում եզակի է։ Սրա միջոցով կատարվում են բույսի փաթաթումը թելին եւ առհասարակ բոլոր տեսակի միջոցառումները։ 2015-ի ապրիլի դրությամբ ընկերությունն արդեն իսկ արտահանել է մոտ 1500 տոննա արտադրանք։ Ընկերությունն ունի մոտ 300 աշխատակից։ Ակնկալվում է, որ ջերմատնային համալիրի ընդլայնումը կապահովի 500 նոր աշխատատեղ։ Կոտայքի մարզում ինտենսիվ գյուղատնտեսություն է վարում եւս մեկ Պրոգրես ագրոընկերությունը։ Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները նախագահին զեկուցեցին նաև Հայաստանում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի, զարգացման միտումների եւ դրան նպաստող պետական քաղաքականության իրականացման ընթացքի մասին։ Մեկ տարի առաջ այստեղ մոտ 50 հեկտար հողատարածքի վրա նախաձեռնել է հիմնել ջերմոցային համալիր։
Շահագործման հանձնված ջերմատնային տնտեսությունը կառուցվել է ֆրանսիական Ռիշել ընկերության նորագույն տեխնոլոգիաներով։ Գյուղատնտեսական մթերքների արտադրությունը մինչև տարվա վերջ նախատեսում եմ 5 այսպիսի բառնի կառուցվել։ Այս պահին արդեն մոտ 150 հոգի աշխատում են, որը շատ կարևոր է եւ հանրապետության համար եւ հատկապես Նոր Գեղի համայնքի համար։ 80%-ը մեր համայնքից են եւ Նայրի տարածաշրջանից։ Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ գործարկել եւս 16 հեկտար մակերեսով ջերմատան նոր հատվածներ, աճեցնել հիմնականում բանջարեղեն։ Իսկ առայժմ այստեղ սպասում են առաջին բերքի, ինչպես ասում են, նուբարի համտեսին։ Մայա Խաչատրյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք։